Ռուսաստանից ստեղծված ճգնաժամը եղած թեկնածուներից ով ավելի լավ կկարգավորի։ Սամոն կարա Ռուսիա դելի լեզու գտնի, ուրիշ ոչ մեկ չի կարա։ Թողեն Սամոն աշխատի, նորմալ ձևի, մարդը նորմալ ծրագրեր են ներկայացրել, թողեն մարդը աշխատի, չխանգարեն մարդին։ Այլ կողից օգնեն, ոչ թե խանգարեն, այլ կողից օգնեն մարդին, որ կարենա մի բանի հասնենք մենք, թե չէ Եվրոպա, ես ապագա չեմ տենում Եվրոպային, 15 թվին էլ Եվրոպան խիչ օգնեց մեզի, հենց սենց, 15 թվին խիչ օգնեց, Ֆրանսիաներ են դե, Գերմանիաներ են դե, Ամերիկաներ են դե, սաղ թողին գացին թուրք կոտորեց հայ ազգին, չթողեին էդ հային, պահպանեին այդ 15 թվին, հո ասելով չի, ասում են ռուսներ վերջում եկա, բայց եկավ չէ մարդը վերջում եկավ էլի հասավելի ձեռք մեկնես չէ մեզի։ Երևի դիտել եք մայիսի 28-ի պարադը, որքանով է բարոյական բանակն օգտագործել քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզչության համար։ Չէ, բանակը չի կարելի, էդի չի կարելի, չի կարելի, էդի Սարքովի շինծը մանրեր են ծավատ տանը։ Իրաց քարոզչությունն է, իրաց նպատակից հետը, սաղին է ուժով, եսին մինչով, քաշեն բան, իրենց քարոզչության մեջ։ Մի խոսքով ասեմ, անբարոյականությունը, սրանց այս իշխանությունը բարոյական գնահատական տալս կես խալել է, սրանք էլ լրիվ անբարոյական իշխանություն է։ Աշկակապություն։ Նա ինքը ուզում է իրան արդարացնի, որ 7 միլիարդ ինչ որտե է ծախսել, սուտ է։ Բանակը պետք է ապաքաղաքականացված լինի։ Չէ, բանակը իր տեղը պետք է ունենա, նա ինչ գործ ունի բանակի հետ։ Չէ, ճիշտ չի։ Գլխավոր այդ պատճառը ինձ թվում է կայանում է նրանում, որ յանի ձայներ գնում է նրան, որ ձայներ փոկեն բանակից, տես, մենք ուշադրություն ենք դարձնում, տես, մենք էս ենք կարել, լրիվ նպատակները իրանց գնում է դրան, էլի, որ փապկացնեն, քաշեն դեպի իրենց, բայց դե ձայները այնեցա, որ ինքը կարել ասած այդքան ձայն չունի։ Բա ինչ էր, քարոզ արշավ էր, ինչի համար 8 տարի այդ բանը չեղավ, որ ընտրությունները մոտիկ էր դրա համար, 10,000 ավելացրեցին, ինչ կա շարքեր, թքեմ այդ 10,000-ի վրայի, թող մենակ հանգիստ լինի մեր երկիրը։